Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լույս տեսել է Western Armenia շաբաթաթերթի 72-րդ թիվը։ Հայ փախստականներու ցավալի վիճակը Հալեբի փողոցներում մեջ 1915 թվականի աշնանը։ Էրդողանը հայրուտ է իրականացված ցեղասպանության օրվա կապակցությամբ ուղերձ հղեր է հայ համայնքին։ Օսմանյան փաստաթուղթերու հիման վրա կարելի է բնտել Օսմանյան կառավարությունը միտումնավոր բնաճնչեր է հայ բնակչության։ Թանար Ակչամ, Ռուսաստանը թեմ է հայրուտ է իրականացված ցեղասպանության մոռացման, Մովսես Ղազարյան, Նշտեհի հետնորդները, գիսատ մնացած բայկարի վկայություն, աջակցինք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի հաջորդական 72-րդ թիվը։ Ձրարին վրա ներկայացված է Գիլիկիո Դավրոս լեռներու հրաշագեղ դեսարանը, շեշտելով Արևմտյան Հայաստանի բնության հմայքը։ Շաբաթաթերթի այս թիվին մեջ ընդգրկված են բազմաթիվ կարևոր նյութեր, մասնավորապես Արցախի պատերազմի ընթացքին նահատակված եւ անհետ կորսված արցախցիներու ընտանիքները, որոնք իրենց վարգերու մարումը պահանջելով դիմաց են տրամադուներուն։ Շեշտված է, որ Արևելյան Հայաստանի կառավարությունը դակավին լուծում չի առաջարկած 2020-ի 44 օրվա պատերազմի հետևանքով առաջացած այս հարցին։ Ներկայացված է նաև Երուսաղեմի հայկական թաղամասին մեջ գտնվող Գովերու Բարդես գոչված տարածքին շուրջ տեղի ունեցող բայկարը եւ փախումները, որոնք կշարունակեն լուրջ մտահոգության առարկա մնալ։ Ավելցած է նաև անդրադարձը ադրբեջանական հերադեսիլի գայաններու կողմէ Սյունիքի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության թեմ հնչեցված սպառնալիքներուն ու տարածքային հավակնություններուն։ Western Armenia շաբաթաթերթը կշարունակե ներկայացնել Արևմտյան Հայաստանին վերաբերող կարևորագույն իրադարձություններն ու վերլուծությունները, հավատարիմ մնալով հայրենիքի իրավունքներու պաշտպանության իր առաքելության։ 1915 թվականի աշնան Հալեբի փողոցները ողողված էին սովե, հյուծումե եւ հիվանդություններ են դարաբող հայ փախստականներով։ Լուսանկարի մեջ, որ դրամատրված է Գերմանիո արտաքին գործոց նախարարության արխիվեն, հստակ կպատկեր է մարդկային ողբերգության սահմռգեցուցիչ ծավալները։ Քարաբադ փագերուն մեջ հողին վրա փրված խարխուլ գաբոցներու եւ դգարացած մարմիններու գողքին մանուկ մը կփորձե ջուր հասցնել կյանքեն կդրված մարդոց։ Մյուսները ուժասպար եւ հուսալքված կսպասեն իրենց վերջին շունչին։ Այս պատմական վկայությունը ակնթարթի մեջ կներկայացնե այն անասելի դարաբանքը, որուն ենթարկվեցան մեր հայրենագիտները Արևմտյան Հայաստանեն հայոց ցեղասպանության տարիներուն։ Ան նաև կփաստե Օսմանյան իշխանություններու կողմէ իրականացված համագարկված բնաճնչման անմարդկային պայմանները։ 1915 թվականի Հալեբը վերածված սարսափի եւ մահվան քաղաքային ճամբարի ցայդուն գերբով կհիշեցնե մեզ աշխարհի ամենամեծ ոճիրներեն մեկուն ողբերգական հետևանքները։ Վերջերս Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ հղեց Բոլսո հայոց պատրիարքին եւ հայ համայնքին, մորնալով բնակրաված Արևմտյան Հայաստանի մեջ ապրող բնիկ հայերու մասին, որը հրապարակվեցավ Ժամանակ թերթին մեջ։ Իր ուղերձին մեջ Էրդողանը գրգին փորձած է շրջանցել պատմական ճշմարտությունը հայտարարելով. Անցյալին դխուր հիշողությունները պետք չէ բադանտ պահեն ներկան եւ ապագան։ Այս արտահայտությունը նոր փորձ մներ խուսափելու հայրուտ եմ իրականացված ցեղասպանության ընդունում են։ Էրդողանը նաև ասաց է. անոնք, որոնք փորձեցին մեր մեջ խորը արմատներ ունեցող եւ ամուր գաբերը խարխրել, պատմութեն են թշնաման կստեղծելով մինչեւ այսօր չեն հաջողած իրենց նպատակին հասնել։ Այս բարերը հստակ կերպով չընդունելով ցեղասպանության փաստը կշարունակեն ժխտման քաղաքականությունը։ Սակայն Արևմտյան Հայաստանի հայ ժողովուրդը երբեք պիտի չլրե, չնայելով թրքական կողմի շարունակական ժխտումին, հայրուտ եմ իրականացված ցեղասպանությունը պատմական իրողություն մնե, որ ջանցված է բազմաթիվ երկիրներու եւ միջազգային կառույցներու կողմէ։ Ճշմարտությունը չի կրնա լրացնել, եղած է ցեղասպանություն եւ յուրաքանչյուր ոճիր կպահանջի արդարություն։ Այսօր գրնամ հաստատորեն ասել, որ գերմանական, ամերիկյան, բրիտանական կամ այլ արխիվային նյութերու անհրաժեշտություն չկա։ Օսմանյան փաստաթուղթերու հիման վրա կարելի է ցույց տալ, որ հայրուն բնաճնչման որոշումը ընդունված է 1914 թվականի դեկտեմբեր 1-ին։ Այս մասին Նյուզի հետ զրույցի ընթացքին ասած է թուրք նշանավոր պատմաբան, հայրուտ եմ իրականացված ցեղասպանության հարցերով մասնակետ Թանար Ակչամը, ավելցնելով, որ այս արխիվային նյութերուն անդրադարձած է թրքերեն հրադարակված հայրուտ եմ իրականացված ցեղասպանության համառոտ պատմություն գիրքին մեջ, որ դակավին հայերեն թարգմանված չէ։ Սա Օսմանյան փաստաթուղթ մնե, որ մինչև այսօր բահված է Օսմանյան արխիվին մեջ։
Համաձայն այս փաստաթուղթին 1914-ի դեկտեմբեր 1-ին Էրզրումի մեջ Թաշկիլատ Մախսուս հատուկ կազմակերպությունը որոշում կայացուցած է։ Էրզրումի նահանգապետ Տահսին, որ նույնպես Թաշկիլատ Մախսուսեի անդամ էր, Գոստանդուբոլսի կառավարության դեղեկացուցած է, որ իրենք որոշած են բնաչնչել Բիթլիսի եւ Վանի հայ տղամարդիկը եւ խնդրած է, որ այդ հերակիրը գարտալեն յետք ոչնչացնեն։ Այս օսմանյան փաստաթուղթին մեջ կգործածվի գասկածելի հայերու բնաչնչում արտահայտությունը։ Պատմապանի համաձայն հայերու բնաչնչման գաղափարը Օսմանյան կայսրության մեջ առաջացած էր արդեն ռուս թրքական համաձայնագրի շրջանին, որ կվերապերեր հայաբնակ շրջաններու բարեփոխումներուն։ Կգարձեմ, որ շատ կարևոր շրջադարձը եղավ 1914 թվականի փետրվար 14-ին Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության միջև ստորագրված հայաբնակ շրջաններու բարեփոխումներու համաձայնագիրը, ըստ որուն երկու կիսաինքնաբար նահանգներ պետք էր ստեղծվեին, ընդհանրապես ճանաչված իբրև Արևմտյան Հայաստան։ Օսմանյան կայսրության համար շատ հստակ էր, որ այդ հայոց անկախ պետության սկիզբ պիտի լար, որովհետև օսմանցիները ունեին 19-րդ դարու փորձը եւ գիտելիքը։ Օսմանյան կառավարությունը մտադիր չէր այս համաձայնագիրը գործադրելու, եւ երբ սկսավ առաջին համաշխարհային պատերազմը, առաջին քայլերեն մեկը եղավ ռուսերուն հետ կնքված այս համաձայնագրի չեղարկումը։ Բադահական չէ, որ այդ համաձայնագրի ստորագրումեն հետ Օսմանյան կառավարությունը շրջափերական մղրկեց Օսմանյան կայսրության մեջ գործող բոլոր դեսպանություններուն եւ հյուպատոսարաններուն, հայերը ներկայացնելով իբրև կասկածելի դարեր։ Օգոստոսին, երբ Թուրքիան մտավ պատերազմ, նոր շրջափերականներ ուղարկվեցան ամբողջ Օսմանյան կայսրության տարածքին, հայերը որպես կասկածելի դարեր բնութագրելով եւ պահանջելով հետևել անոնց յուրաքանչյուր շարժումին։ Մտավախությունը, որ որոշ բամը պիտի պատահի, Օսմանյան իշխանություններու մտքին մեջ առաջացած էր արդեն բարեփոխումներու համաձայնագրի ստորագրման շրջանին, նշած է պատմապանը, նաև ընդգծելով, որ Օսմանյան կայսրությունը կփափակեր կանխել հայկական անկախ պետության ստեղծումը։ Ալֆա Նյուզի եթերով միջազգային դիտորդ Մովսես Ղազարյանը անդրադարձավ 1915 թվականին Արևմտյան Հայաստանի մեջ տեղի ունեցած հայերու ցեղասպանության, զայն գոչելով չրբաժան մարդկայնության եւ անմարդկայնության միջև։ Հայերու ցեղասպանության հարցը բարձ հարց չէ։ Ինձի համար, ինչպես նաև բնականon մտածող հայերու բացարձակ մեծամասնության համար, Ուրալ որ ապրին, ինչ վիճակներու մեջ ալ գտնվին, ցեղասպանության հարցը շատ անձնական է, որովհետև իմ հայրենագիցներեն շատեր դարաբաց են։ Բարեբախտաբար այդ դժվարին օրերուն մեր որոշ հայրենագիցներ աբաստան եւ աջակցություն կտան նախ եւ առաջ իրենց մեջ եւ եղբայրական ժողովուրդներու, մասնավորապես ռուս ժողովրդի կողմէ, սակայն այս ողբերգությունը շատ խորհետ ցկեց հայկական ինքնության վրա։ Անդրադառնալով հարցին, անհայտնած է, որ ցեղասպանության այդ դասը իբրև մարդկայնության մեծ մարտահրավեր բաճաճ կերպով ջանցված չէ միջազգային հանրության կողմէ, ինչպես ժամանակին նշած է ռուսական կայսրության արտաքին գործոց նախարար Սազոնովը։ Երբեք պետք չէ մոռանալ, որ նույնիսկ այն ժամանակ ռուսական կայսրության մեջ սևով սպիտակին վրա արձանագրված էր, թե ինչ է այդ տեղի ունեցածը։ Սակայն դժբախտաբար այդ դասը չսերդվեցավ ամենուրեք, եւ այս փաստողումը առաջացուց այլ զանգվածային ողբերգություններ Եվրոպայի եւ աշխարհի տարբեր երկրներու մեջ։ Թույլ տվեք մեջբերեմ Լեհաստան ներխուժելու նախորյակին գայացած քաղաքնի խորհրդակցությունները նեգուն ժամանակ, երբ կքննարկվեր հրյաներու նկատմամբ անմարդկային ծրագիրներու իրագործումը, Ադոլֆ Հիտլերը ասաց էր, իսկ ով հիմա կհիշե հայերու ոչնչացման մասին։ Այսինքն այդ դասի չիմացությունը դարձած է հարթակ շատ անմարդկային ուժերու համար, եւ ինչպես կտեսնենք, այդ հարցը մինչեւ այսօր կշարունակե մնալ հրադապ, ավելցուցած է Ղազարյան։ Նշտեի հետնորդները գիրքը ոչ միայն պատմություն մնե, այլ նաև ուղերձը պահպանելու մեր ինքնությունը, հիշելու մեր անցյալը, արժևորելու այն ամենը, որ մեզի թողած են մեր հերոսները։ Գիրքը անոնց շարունակությունն է, վկայություն, որ անոնց խաղապարները կենդանի են եւ աստեցություն կթողեն մեր կյանքին վրա։ Գիրքի հեղինակները Անի Ղարաբեդյան եւ Լուսինե Ղազարյան այսպես կփնութագրեն իրենց կատարած աշխատանքը։ Գիրքին մեջ ամփոփված են 2022-ի սեպտեմբեր 13-ին Գաբանի թիրքերու մեջ անմահացած 38 հերոսներու կյանքի, մահվան եւ հայրենիքի ու հայրենի հողի համար մղված պայքարի պատմությունները։ Նշտեի հետնորդները նաև գիսատ մնացած պայքարի վկայություն մնե։ Գիրք դարձնելու գաղափարը ծնած է անմահացած տղոց ծնողներեն։ Անոնք այս հերոսական պատմությունները փաստագրելով ուզած են հավերժացնել իրենց որդիներուն հիշադակը, միաժամանակ սփոփել իրենց վիշտը եւ փոքր ինչ մեղմել իրենց ծանր ցավը։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարի մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր,
Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք թափանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենակիցներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։